Այս մեր Հայաստանում շատ եմ էլի լսում։ Հիմնական ընտեղեքը, բայց արդեն նաև աղջիկներն էլ ասում են, ծեր չկա, իսկական զգացմունք գոյություն չունի, սաղ սուտ է, սաղ հաշվարկ է, սաղ, չգիտեմ, վիգդա է։ Okay, եկեք հիմա մի հատ բան լսենք իրար հետ ու կշարունակենք։ When you love someone, you have no control. That's what love is. Being powerless. Բառացի չեմ թարգմանի, բայց դու միտքը ինչում նկարանում, որ հենց որ սիրում ես մարդուն, դու կոնտրոլ չունես ինքդ քո հանդեպ։ Ես 101%-ով համաձայնում եմ մտքի հետ, որ եթե կա իսկական զգացմունք, մարդ դառնում է անզոր ինքը իր նկատմամբ։ Կարա անի շատ դեբիլություններ, կարա անի շատ սխալ քայլեր, կարա անի ինձ բաներ, որ ինքը երբեք ուրիշ դեպքում չէր անի։ Կոնտրոլից դուրս։ Իսկական սերը իմ կարծիքով վերցնում է քեզնից այն կոնտրոլը, որ դու տիպ ունես ինքդ քո նկատմամբ։ Դու դառնում ես մի հատ sense անզոր, ինչի, որովհետև դու մտածում ես քո դիմացինի մասին, դու մտածում ես իր լավ լինելու, իր երջանիկ լինելու մասին, ու այդ քո համար ավելի պրիորիտետ է դառնում, քան տենց քո լավ լինելը։ Շատ դեպքերում դա շատ լավ է, շատ դեպքերում դա շատ անկեղծ է, բայց շատ դեպքերում դա նաև քեզ վնասում է։ Ցավոք սրտի, այս ամեն ինչը ինչքան սիրուն է, լավ հնչում, այդքան էլ իր բադ կողմերն էլ կա, էլի։ Այդ մարդկային հարաբերություններում չգիտես թե ամեն ինչ սիրուն գծած չի դեպի պայծառապագան։ Բայց հենց էս է իրականությունը։ Ու այս այն ճիշտն է, որ դուք պետք է լսեք ու ընդունեք։ Իսկական զգացմունքները մարդուն որոշակիորեն դարձնում են ավելի խոցելի։ Այդ լավ չի, այդ վատ չի, այդ նորմալ է։ Ու եթե կլինեն մարդիկ, ովքեր որ ասեմ ասած խոսքը չեն ընդունի, չեն հասկանա, օքեյ, ուրեմն իմացեք, որ ձեզ դեռ ոչ մեկ իսկականից չի սիրել։ Դուք ոչ մեկի դեռ իսկականից չեք սիրել։ Գիտեք, խի եմ ասում չեք զգացել, որովհետև այն մարդը, ով որ զգացել է, իրոք զգացել է այդ զգացմունքը, զգացել է ինչ նշանակում լինել թույլ, զգացել է ինչ նշանակում դիմացինին դնել ավելի պրիորիտետ, քան քո լավ լինելը։ Այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ այս կյանքում գոյություն ունի սեր, թեկուզ դաժե իրենց մոտ ոչ մի չի ստացվել, իրանք սիրել են։ Իսկական սերը այդ է։ Դրվում ես անմնացորդ, դառնում ես թույլ, ռաստվարայերսով человека։ Կարանք մենք առաջնորդվենք կենթանական բնազդով, բազմանանք, ազգը շատացնենք, եթե ավելի խորը գնանք, իմ կարծիքով բաժանումների հիմնական մասը գալիս է նրանից, որ մարդիկ իրար հետ ամուսնանում են, որովհետև մեկը մյուսին ընտրում է որպես լավ տարբերակ, բայց այնտեղ սեր իսկական չկա։ Ցավոք։